Ես գիտեմ, որ շատերը ունեն այս խոսքերը լսելու կարիք։ Տեր Հիսուս Քրիստոս քեզ սիրում է եւ նա քեզ երբեք չի լքի։ Մենք բոլորս ունենք այս խոսքերի կարիքը, սակայն կան պահեր, որ հատկապես շատ է այդ կարիքը մեր սրտում, մեր հոգում, որ մենք լսենք կրկին ու կրկին, որ Տերը մեզ սիրում է եւ նրա սերը չի փոխվում մեր հանդեպ եւ նա մեզ երբեք չի լքի։ Տեր Հիսուս Քրիստոսը հավատարիմ է։ Մենք ենք անհավատարիմ, մենք ենք սխալվող, մենք ենք մեղքեր գործում, ընկնում անդադար, բայց Տեր Հիսուս Քրիստոսը հավատարիմ է, նա մեզ չի թողնում, որովհետև մենք սխալվել ենք, որովհետև մենք սխալվեցինք, մեղք գործեցինք, սայթաքեցինք, նա մեզ չի թողնում, նա մեր հետ է։ Եվ եթե դու հենց հիմա այնպիսի վիճակում ես, որ միգուցե սխալ ես գործել եւ քեզ անդադար մեղադրում ես, տխրության մեջ ես, ինքնամեղադրանքի, դու քեզ դատում ես, դու քեզ համարում ես անարժան Աստծո սիրուն, որ մտածում ես, որ արժանի չես, որ Աստված քեզ սիրի եւ այլն, եւ թուլանում ես, դրանից հենց թուլանում ես ինքդ, իմացիր, հասկացիր եւ հիշիր, Աստված քեզ սիրում է, Աստված քեզ սիրել է եւ սիրում է։ Մեր ամենասխալ պահերին, մեր ամենասխալ ժամանակում, մեր ամենամեղավոր ժամանակում, թե մաքրված, արդարացված ժամանակում, միևնույն է Աստված մեզ սիրում է եւ նա հավատարիմ է։ Երբ մենք սխալ ենք գործում, նա չի թողնում մեզ ու գնում ասում, չէ, դու սխալ գործեցիր, ես քեզ կլքեմ։ Ոչ, երբ մենք սխալ ենք գործում, նա հատկապես մեր կողքին է, որ մեզ այդ սխալից ազատի, որ մեզ բարձրացնի ինքած տեղից, որ մեզ մաքրի, որ մեզ սովորեցնի, եւ Աստված չի ուզում, որ մենք կրկնենք այդ մեղքերն ու սխալները, որ գործել ենք։ Սակայն նրա սերը մեր հանդեպ չի քչանում, չի փոխվում, նա մեզ սիրում է անսահման սիրով, եւ Տեր Հիսուս Քրիստոսը հավատարիմն է, նա հավատարիմն է։ Մենք ենք անհավատարիմ լինում, բայց Աստված հավատարիմ է եւ նա իրեններին չի թողնում։ Այնպես որ եթե դու հիմա քեզ դատում ես, քննադատում ես, մեղադրում ես, անարժան ես համարում Աստծուն, նրա սիրո համար քեզ անարժան ես համարում, ուղղակի հիշիր, ուղղակի ընդունիր, հավատա եւ վստահ եղիր, որ Հիսուս Քրիստոս քո կողքին է եւ նա քեզ երբեք չի լքի։ Եթե դու Տիրոջը չթողնես, չլքես, նա քեզ երբեք չի լքի, բայց իհարկե Տերը ուզում է, որ մենք սխալներ չանենք, որ մեր արած սխալները այլևս չկրկնենք։ Նա մեզ գիտի, նա մեր բնույթը գիտի, նա նախապես գիտեր, թե մենք որտեղ ոնց ենք սայթաքելու, ընկնելու եւ սխալվելու, բայց նա մեր կողքին է, նա մեր հոգատար հայրն է, նա մեր բարի հովիվն է, նա հոգ է տանում իր ոչխարների մասին, նա գտնում է իր ոչխարին, որ մոլորվել է, եւ յուրաքանչյուրին, ում Հայր Աստված տալիս է իր որդու ձեռքերին, Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքերին, Հիսուս Քրիստոսը չի կորցնում, որովհետեւ նա հավատարիմն է, եւ նա ամենահոգատարն է, եւ նա մեզ սիրում է անկախ ամեն ինչից, բայց մենք մեր ապրելակերպով, մեր ճանապարհով, մեր գործերով պիտի փորձենք, ինչքան որ կարող ենք լինել Տիրոջ կամքի մեջ, ապրել նրա խոսքով, նրա պատվիրաններով, բայց յուրաքանչյուրս, ինչպես եւ ես, եւ բոլորս կարող ենք ընկնել, կարող ենք սխալվել, բայց Տերը միշտ մեր հետ է, մենք պետք է Տիրոջը ամուր կպած մնանք, պինդ նրա ձեռքը բռնած, քայլենք նրա հետ։ Նա մեզ երբեք չի թողնում, երբեք։ Նա քո կողքին է հենց հիմա,